Սուրբ հավատացյալը երբեք վատ բան չի անել։ Թեկուզ կարող է իրան անմեղտեղ նեղացնել էլ, դժվարություն լինի, ինչպես գրված է, ավելի լավ է դուք զրկան կրեք եւ անիրավություն անեն ձեզի, բայց դու չզրկեք անիրավություն չանեք։ Բայց նորից եմ կրկնում, վիճակը այնպես էր, որ եղան այդ դժվարությունները։ Որոշ վկայություններ կարող եմ ասել 75 թվականին ես ջրով մկրտել եմ, որտեվ իմ պապաս կոմունիստ էր, մոտ 24 տարվա կոմունիստ էր, ինքը շուտ ապաշխարեց մամայի հետ, հետո զվարթ ապաշխարեց, բայց այդ Տոմսի համար իրան չեն մկրտում։ Ինչքան ուղարկում էր, հետ են ուղարկում Տոմսը, ինչքան ուղարկում էր։ Վերջում այս այնպես եղավ, որ վերջը որ ազատագրվեց։ Արդեն մենք էլ ժամանակ ապաշխարեցին իմ եղբոր հետ, Բուշերի հետ 75 թվականին մեզ Հակոբ եղբայրը մկրտեց էլի հոգի ներկային։ Եվ նորից եմ ուզում ասել հետևյալը, որպես ինչպես եղբայրները հորդորեցին ու շատի լինենք, այո, նախանձավոր լինենք։ Այն գործը, որ ժամանակին Սուրբ Հոգին ուժեղ գործել է, Սուրբ Հոգին հայտապես գործել է։ Պաշտամունքները, որ սկսում են դեռ Հակոբ եղբոր ժամանակ, երբ որ պակասում էր օրհնությունը սկզբից, մեր տան մեջ ես հիշում եմ նորադարձեի, մեր տան մեջ ժողով էր լինում։ Հենց պաշտամունքը սկսում էր ոչ թե միայն մեր տան համար եմ ասում, այլ բոլոր տեղերի համար։ Եթե Տիրոջ զորությունը չկար, անհանգստանում են։ Մի դեպք ուզում եմ հիշացնել։ Մեր տուն պաշտամունքի ժամանակ Հակոբ եղբայրը ասեց Տիրոջ զորությունը չկա։ Ասում ենք Տերը ներկա է, բայց զորություն չկա։ Աղոթ կանենք, տեսնենք ինչ է պատճառը։ Աղոթքը գնաց։ Աղոթքից հետո մի քուրիկ տեսավ։ Ասում է ես տեսա Հիսուս Քրիստոսին կանգնած էր պաշտամունքի ժամանակ այստեղ։ Եվ իր ձեռքերը տարածել եւ ասում էր. Ես եկել եմ հատուկ, որ իմ ժողովուրդ օրհնեմ, բայց ոմանց մեղքերը փշերի նման կանգնած է, ես չեմ կարող մոտենալ, միջև չմաքրվեն։ Եվ գնաց խոստովանություն, գնաց զղջում, այդ խոստովանությունից հետո միանգամից իջավ ամպը Տիրոջ։ Այնպիսի զորություն իջավ, որ մի հատ պատանի 12 տարեկան աղջիկ երեխա մարգարացավ, միջև հիմա հիշում եմ այդ քույրի գանունը, ինքը չէր ճանաչում ով է Ռիման, ասեց Ռիմա, ինչես մեղ գործել, ծածկելու չես խոստովանվում։ Եղբայրներ քույրեր, նայ տեսեք, հետևյալն ասեմ, Սուրբ Հոգին որ գործում առաջինը բացահայտում է մեղքերը, անիրավություն է բացահայտում։ Մենք եղբորս հետ մեկ էլ բարեկամ ունենք, Հուսիկը մեր տուն էր մնում, երեկոյին մկրտվել ենք Սուրբ Հոգով ջերմերանտ։ Բայց այնպես եղավ, որ սեցին կաֆել տելևիզորի հետ, կինոյի հետ, Շավարժ եղբոր տնից պրծում էր պաշտամուն, վազելով գալիս ենք, որ հասնենք կինոյի։ Երբ որ սովորաբար մեկը, որ եկել էր Ռուսաստանից, առաջ անգամ Հայաստանում էր, այն ժամանակ գործում էր հայտությունը, տեսիլքը վկայություն, ինչպես եղբայրը վկայեցին։ Միջև ջրի մկրտությունը իրանց համար հատուկ աղոթք է լինում։ Շատերի գնում է դեպքեր, որ արգելք է լինում, բացահայտում են մեղք, իրան չեն մկրտում։ Եվ այդ եղբայրը գիտեք ինչ ասեց, ոչ մեկից չէր ճանաչում, ասեց Տերն ինձ ցույց տվեց դեմքով։ 3 եղբայր կապված են տելևիզորի հետ, կինոյի հետ, մեկն է խմիչք օգտագործել։ Եթե իրանք չխոստովանվեն, ես Հակոբ եղբորը կասեմ, ովքեր են դրանք։ Մեր մեջ առաջացավ խորը զղջում, անմիջապես ապավույչ անեցինք, պաշտամունքից հետո գցեցինք, հետո տվեցինք աներոջը ընտանիքին։ Ես խնդրում եմ ձեզ, Քրիստոսով եղբայրներ քույրեր, իրոք որ ասում ենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, բայց հիմա ավելի շատ ծանր ժամանակները։ Այս ժամանակ վերջը մարդիկ գնում են կինոթատրոն, հիմա դրա կինոթատրոնի կարիքը չկա, որովհետև նորից եմ ասում, այդ հեռախոսները սարսափելի բան են այսօր։ Ինչքան կապվածություն կա, ինչքան դժբախտություններ կա, ինչքան վիճակներ կա։ Իրոք որ այսօր ժամանակն է, որ Սուրբ Հոգին շատ անգամ բացահայտի այդպիսի բաներ չեմ ասում սոդոմական բաներ։ Հիմա եկեք տեսեք, ես ուզում եմ մի քանի տեղ կարդալ, որ շատ չեմ ուզում բանանել, հետո վերջում աղոթքի պիտի տեղ տանք։ Նայ տեսինք Երեմիա մարգարացը։ Շատ անգամ ես էլ եմ ասում, Տեր, ինձ էլ Երեմիայի նման, ինչպես Երեմիան ասեց, թող իմ գլուխը ջուր, իմ աչքերիցս արցունքներ հոսեն արուների ման, իմ ժողովրդի համար։ Մենք էլ պետք է սուլացենք։ Ողբանք իրոք որ այսօր ժամանակն է լուրջ աղոթքի կյանքի։ Տեսնեք ինչ ասում ստեղ Երեմիան։ Ողբ Երեմիան ասում է հետևյալը։ Սա գրված է ողբ Երեմիայի երկրորդ գլուխ 18 խոսքից։ Անոնց սիրտը Տիրոջը աղաղեց, ով Սիոնի աղջկա Պարիսպ, ցորեկ ու գիշեր հեղեղի պես արցունք թափե։ Դրանք ինչի համար ասում։ Քեզի հանգիստ մի տար, աչքիդ բիբը չդատարի, ելիր գիշերով աղաղե, գիշերվան պահիր ու սկիզբը, քո սիրտդ ջուրի պես թափե Տիրոջ երեսի առջև, ձեռքերդ անով վերցուր, քո տղոց հոգներու համար, որոնք ամեն փողոցներու գլուխը անօտություն է գմարեն։ Այսօր չարիք, ժամանակին անկեղծ եմ ասում,
Եթե միլիցիայությունը փողոցում բռնեին, մեկին որ կարտեր կար, խաղակարտեր, այդ կարտեր կան մեր նկարները վրան, տանում են միլիցիայություն։ Հիմա սարսափելի է։ Ոչ մի սահմանափակում չկա, ոչ մի բան չկա։ Կարող է մանուկը, պատանի, երիտասարդը, ծերը, երբ որ սահման անցնեն կողմ, այնքան կեղտոտ բաներ կա, որպեսզի լրիվ աշխարհ ապականի, մանուկներ ապականվեն, պատանի, երիտասարդություն ծեր ապականեն, որոնք դրա մեջ մտնում են, սարսափելի բան է սա։ Դա հեռու չի։ Եվ մյուսը ուզում եմ կարդալ բոլորիս համար, նույն կարդում ենք սովորաբար Ողբ Երեմիայի 3 գլուխ 47 խոսքից, 3 գլուխ 47 խոսքից, 3 գլուխ 40 խոսքից, 3 գլուխ 47 խոսքից, տեսնենք 40 եւ 47-ը։ Մեր ճամփաները քնենք ու փորձենք եւ Տիրոջը դառնանք։ Մեր ճամփաները քնենք, փորձենք ու եւ Տիրոջը դառնանք։ Մեր սրտերը մեր ձեռքերու հետ երկինք եղող Աստծուն վերցնենք։ Արցուն վերցնենք։ Արցուն վերցնենք։ Կարդում ենք 47-ը, մեր վրա վախ ու դող ավերում ու կոտարած եկավ, եւ իմ ժողովրդից աղջկա բեկման համար աչքես ջուրի հեղեղներ կիշնեն, աչքես ջուրի հեղեղներ կիշնեն, իմ աչքս անդադար արցունք թափե ու բնավ հանգստություն պիտի չունենա, հանգստություն պիտի չունենա։ Թող Աստված օգնի, իրոք որ ես մի բան կարող եմ ասել, ինչպես Եգիպտոսը որ պիտի ժողովուրդը դուրս գային, սատանան փարավոնի սիրտը տեսեք, վեր կարծացավ սիրտը։ Ինչ արեց։ Գործերը շատացրեց, հիմա նույն բան է։ Ինչպես Տիրոջ գալուստը ինչքան մոտենում է, այնքան հակառակորդը տալիս է զբաղմունք։ Շատերի վրա կատարվել է եւ հիմա էլ է կատարում Երուսաղեմյան առակը, աշխարհի զբաղմունքը, կյանքի խաբեությունը, հարստությունը խեղդեց։ Առաջ ժողովուրդը շատ միամիտ են։ Միջ անգամ գիտեք, մարդիկ ուրիշ բաներ չեն անում, ասում են Տիրոջ գալուստը մոտ է։ Հիմա էլ են ասում Տիրոջ գալուստը մոտ է։ Հիմա էլ են քարոզում, բայց գործերի նայելով այդպես չի։ Տուներ, զեոնարտներ, ես ինչպեսի ծրագիրներ եմ կազմում, ասում ենք Տիրոջ գալուստը մոտ է, բայց առաջ այդպես չէր։ Այնքան միամիտ պարզ են, որ պատրաստում ենք Տիրոջ գալստյան, եղբայրներ քույր, այո, կարող ենք ասել շատ մոտ է։ Թող Աստված օգնի ժամանակն է, այս հորդորական խոսքերի համաձայն իրոք որ պետք է աղաղել Տիրոջը, ձեր աղոթները շատացրեք, պատերազմը ուժեղ հիմա, փորձությունները քիչ չեն, մեղք ահավոր հիմա, գրված է անօրենություն շատաներ մար եղբայրներ հորդորեցին, ճիշտ խոստովանեցին, շատերի սերը պաղել է, շատերի սերը պաղել է, թե ընտանիքում, թե եկեղեցում, թե իրանց կյանքում, թե ամուսնու կնոջ նկատմամբ, եկեք ճիշտը խոստովանվենք։ Առաջ երբեք մտքի մտքով չեն ասում որ եկեղեցում որոնք սովորաբար ինչ են արել Տիրոջ արչև, ժողովրդ արչև ուխտ են անում, որոնք ամուսնանան, բայց որ բաժանությունները կատարում։ Քիչ չեն դրանք։ Քիչ չեն։ Դրա համար ողբանք պետք է իրոք որ Աստված պահի, որ սուրբերի մեջ նման բաներ չկատարվի։ Արտությունը, որին այսօր կարոդենք մենք։ Ձգտենք արտությանին, որ Սուրբ Հոգին ավելի ուժեղ գործի, վերջյան ձևները կան, Տիրոջ փառքերևն նա, Տիրոջ նշաններ հրաշքները կատարվին, եղբայրներ քույրեր, նախանձավոր լինեք։ Տեղը ձերը ձեր շատ օրհնի ձեր աղոթների համար։ Հիմա որ քանի որ աղոթքի պետք է պատրաստենք, ես խնդրեցի գրիշ եղբորներ աղոթ պետք անենք հոգսերի համար։ Եվ գիտեք միջև իմ գալը միջև ստեղ գալի մեջ առաջացավ աղոթ կանենք ձեր բոլոր ընտանիքների համար։ Այն քույր եղբայրներ, որոնք որ ննջել են, իրանք չկան։ Ինչքան են աղոթ կար իրանց ընտանիքների համար, իրանց թորների համար, իրանց բարեկամների համար, որոնք սովորաբար այսօր դեռ կարիքը կա։ Եվ աղոթենք նորից եմ ասում, իրանք գնացել են, բայց վերջերջով իրանց ընտանիքները մնացել են։ Պարտավոր ենք մենք իրանց բոլորի համար աղոթ կանել։ Պրոբլեմներ կան, հոգսեր կան,